Մենք կրկին ուղիղ եթերում ենք այսօր մեզ միացել միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, բարև ձեզ։ Ողջույն։ Արդեն նորանում է երկրորդ ամիսը Վաշինգտոնյան համաձայնագրի։ Պրոցեսը ակտիվ մնում է։ Ակտիվ ասելով ինչ ենք հասկանում։ Գործնական փուլ։ Համաձայնագրից հետո երկրների շփումներ, ուր է գնում պրոցեսը, եթե կան այդ շփումները։ Հողի վրա նախանշված համաձայնագրի ճանապարհով, թե արդեն նկատելի են շեղումներ։ Հողի վրա գործնականում դեռևս ոչինչ չենք տեսնում։ Տեսնում ենք, որ իշխանության որոշ մարդիկ անում են իրարամերժ հայտարարություններ, ընդ որում դա անում է նախ արտգործնախարարը, վարչապետ Փաշինյանը կարծես այլ հայտարարություններ է անում, եւ այստեղ որոշակի, այո, որ շեղում է, այստեղ իրարամերժ հայտարարություններ են լինում, բայց ընդհանուր էսպես է, մերոնք ցույց են տալիս, որ խաղաղության օրակարգի հետևորդն են եւ փորձում են ամբողջ տրամաբանությունը այդ հենքի վրա կառուցել եւ ցույց տալ, որ մենք պատրաստական ենք գնալ ռեալ խաղաղության, փաստաթղթերի հիմքի վրա, որը որ Վաշինգտոնում ձեր կողմից ասված նշվել ուրեմն այդ մասով, բայց մենք տեսնում ենք, որ ամենայն դեպս Բաքուն մնում է իր արկածախնդրությունների շրջանակներում, Ալիևյան ծավալապաշտական նկրտումները ակտուալ են, նկրտումները կան, վերջերս նկատեցի Զանգեզուր վերտառությամբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մասով երկեր են արդեն հրապարակվում, այսպես, ու հասկանում ենք, որ դեռևս վաղ է խոսել խաղաղության մասին, գործնական փուլ որպես այդպեսին չի մտել, ես ժամանակին էլ եմ ասել, որ դա ժամանակատար շատ դժվար աշխատանք է, ուղղակի գործնական փուլի մասով կարելի ասել, որ Զանգեզուրի այդ միջանցք արեստածին տերմինի տակ Թրամփի ուղի ճանապարհի կառուցման process-ի մասին խոսք է գնացել, եթե չեմ սխալվում, պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ մինիմում 2 տարի կպահանջվի, որ երկաթ ուղին գոնե շահագործման նախնական մեկնարկի պահից, մոտարապես այդքան, բայց մինչ այդ հարկավոր է հասկանալ, ասենք Բաքվի դիվանագիտական այդ աճպարարությունը, դա ուտվի թե չի ուտվի։ Չէ, կարող է բերել նաև Թրամփի համաձայնագրից հրաժարվելուն։ Տեսեք։ Միջազգային մամուլը երբ որ ուսումնասիրում ես, ընդ որում թարմ աղբյուրներից եւ հավաստի Տարածիորեն 1 ժամ առաջ հավաստի աղբյուրի ինֆորմացիա եմ ասում, կարող ենք հիմա միասին փորձենք վերլուծել։ Ըստ որի Թրամփը ասել է, որ մենք պետք է հավատարիմ լինենք սեպտեմբերի 25-ի հայտարարությանը, այն է, որ Արցախահայերը պետք է վերադարձի իրավունք ունենան, գերիների վերադարձի մասով Ադրբեջանը ունի պարտավորություն, որը պետք է կատարի, եւ երրորդը հայկական ժառանգությունը Արցախում, այսինքն հայկական մշակութային ժառանգությունը պետք է հայկական վերահսկողություն ունենա։ Հիմա ըստ վերջի ինֆորմացիայի դա է։ Հիմա եթե դիտարկենք, որ դա հայամետ դիրքորոշում է եւ դրա մեջ կա իմպերատիվ, ապա պետք է հասկանանք, որ Վաշինգտոնը հստակ տալիս է ուղերձ, որքան էլ գիտենք, որ Թրամփի քաղաքականությունը հիմնված է արկածախնդրության եւ շատ դեպքերում իրարամերժության հիմքի վրա, գիտեք։ Տարբեր օրվա ժամերին, տարբեր հայտարարություններ, շատ դեպքերում էմոցիոնալ, մանիպուլատիվ, բայց եթե ընդունում ենք, որ հեգեմոն գերտերության ղեկավարը, որը միջնորդել է այդ տրամաբանությունը եւ որին հավատարիմ են երկու երկրների ղեկավարները, ապա անհնար է, որ Բաքուն մատերի արանքով նայի համենայն դեպս այս ֆորմատի համատեքստում ինչ որ աճպարարությունների, որը որ դուք ասում եք։ Իսկ ինչու Զանգեզուրի միջանցքի շուրջ գրքերը չեն հանդարտում։ Չէ, կարող հանդարտել։ Ի վերջո ահագին բարձաբանումներ հնչեցին, չէ՞, ով, երբ, ինչ, Դե տեսեք, բարձաբանումները հնչում են, բայց էլի արձարծվող թեման մնում է ակտուալ ինչ առումով։ Զանգեզուրի միջանցք արհեստական տերմինի շուրջ կա լուրջ խնդիր, որի մասին շատ համեստորեն Զանգեզուրի միջանց տերմին չկա, կա Թրամփի ուղի։ Դե տեսեք, հիմա ադրբեջանական ոչ վերնախավար։ Չէ, եկեք տարանջատենք։ Ես էլ եմ ընդունում, որ չկա այդ։ Դա արհեստական տերմին է, դրա համար եմ հաշեշտում։ Դա արհեստական ոչ մի փաստաթղթում նման տերմին չկա։ Հետևաբար նույնիսկ մենք հիմա ինչ որտեղ սխալ ենք անում, որ խոսում ենք, բայց եթե դա խոսում է անմիջապես հարևան երկրի ղեկավարը, ուրեմն չենք կարող անարձագանքել թողնել։ Խոսքը հետևյալի մասին է։
Հիմա որքան էլ մենք իդեմս մեր ղեկավար անձնակազմի ասեն, որ Զանգեզուրի միջանցք ասելով ըստ իրենց պատկերացումների դա Զանգելանի հատվածն է։ Հորադիս Զանգելան։ Հա, Հորադիս Զանգելան հայտնի, հա։ Մարդը ուղիղ տեքստով ասում է, որ դա ի նկատի ունի Մեղրիի հենց այդ միջանցք հատվածը, որը Հայաստանի սուվերեն տարածքն է, խոսքը վերաբերում է Նռնաձորից մինչև Օրդուբադ այդ հատվածին։ Այսինքն ուրիշ Զանգեզուրի միջանցք իրենց տրամաբանության մեջ չկա, դա եւ դա ինքնախապեյություն է, երբ որ ասում է Զանգելանից մինչև Հորադիս։ Դա մինիմում, չգիտեմ, չասեմ տգիտություն, բայց սեփական ժողովրդին հանդեպ ինքնախապեյության դրսևորում է եւ մանիպուլյացիա է։ Ուրիշ բան, երբ որ հստակ ձևակերպվում է հետևյալ կերպ. Զանգեզուրի միջանցք չի կարող լինել, գոյություն չունի եւ այլն։ Ընդ որում այդ Զանգեզուր տերմինը որպես այդպեսին ընդ որում դա երբ որ կիրառվում է, ցուցադրվում է, որ դա ադրբեջանական տոպոնիմ է։ Այդ դեպքում երբ որ դա հայկական տոպոնիմ է, իրականում այստեղ խնդիրը ստացվում է այդ բառակաբակության դեմ պայքարն է։ Եվ այստեղ ես բազմից եմ ասել նաեւ ձեր տաղավարում, խնդիրը ոչ թե հիմա այդ բառերի հետևից մեծ հաշվով ընկնելն է, բայց ոչ էլ արհամարել է, այլ բովանդակությունը։ Ես ընդհանրապես այդ համատեքստում մեկ բան եմ ասել։ Եղբայր, հստակեցրեք, դուք բազմիցս թափահարում եք այն հանգամանքը, որ դա այո ինքնիշխան սուվերենության սկզբունքի հիման վրա եւ այլն։ Ինձ մեկը որպես քաղաքացի եւ որպես մասնագետ հետաքրքրում է ընդհանրապես մեկ հարցի պատասխան, որը լիարժեք չի հնչել առ այսօր, այդ դրա համար է դա շահարկվում է հիմա։ Այնտեղ կանգնելու են հայ սահմանապահներ, գործառույթներ իրականացնում են բացառապես հայ սահմանապահները։ Ոնց որ Բավրայում, Բագրադաշենում եւ Դե հայ-ամերիկյան կոնսորցիումն է անել։ Կոնսորցիում ասելով ինչ ենք հասկանում։ Կլինեն սահմանային ծառայողներ նաև Համատեղը լինելու, թե վերապահվելու է Միացյալ Նահանգների ինչ-ինչ կառույցներին։ Այդտեղ դրա համար եմ ասում, դերևս ոչինչ հստակեցված չի։ Դրա համար էլ գործնականում հողի վրա դեռ չենք տեսնում դրա արդյունքը։ Դրա արդյունքը տեսնելու ենք տարիներ դեռ անց։ Խնդիրը հիմա հստակեցնել է եւ երկրորդը, այստեղ գիտեք, տպավորություն չլինի թե այն որ ասում է օկը զաօկը զուբ զազուբ, բայց ես օրինակ մեր գործող իշխանություններին կհորդորեի ոչ թե տարբեր միջպետական հարաբերություններում այսպես կիրառելիք արդեն տերմին դարձածի շուրջ մակի ամբիոններից օրինակ ասել ես չեմ ընկալում, ես չեմ հասկանում ինչ են ասում եւ այլն, օրինակ դրա փոխարեն ասեն հետեւյալը, եթե դուք պնդում եք որ Զանգեզուրի միջանց տերմին գոյություն ունի եւ այդ տրամաբանությամբ եք Հայաստանի հետ շփվում, հարաբերվում եւ այդ տրամաբանության մեջ եք պատկերացնում անավանդ անխոչնդոտ բարի հիմքի վրա։ Մի վարգյան, եթե դուք ընդունում եք նաև որ ինքնիշխանության եւ իմ սուվերենությունը հարգելով է դա արվելու, կարող է եւ այդ ճանապարհը չլինի, եթե դուք շարունակեք այդպես այդ խոսույթով ներգանալ։ Այսինքն կա այդ տրամաբանությունը ու այդ հստակ դիրքորոշումը, որ հայկական կողմը օրինակ կարողանա նման խոսույթով ի պատասխան գալ։ Ես ցավոք չեմ տեսնում, որովհետեւ ինչքան մենք չենք խոսում ու փորձում ենք արհամարել, այնքան նրանք ավելի են ոգևորվում, որ այդ տերմինը արդեն դարձրել են միջազգային հանրության օգտագործելիք տերմին։ Խնդիրը էս է։ Այդ տերմինի շահառուներից եւս մեկը, երևի եթե ոչ գլխավորը։ Անկարան Թրամփի ուղուն կողմ է։ Անկարան։ Այո։ Մասամբ։ Գիտեք ինչի մասամբ։ Գիտեք ինչի մասամբ։ Որովհետև այստեղ տեսեք, կա հստակ ըստիս կա որոշակի հետկուլիսային պայմանավորվածություն։ Որովհետև Թուրքիան հասկանում է, որ Թուրք-ամերիկյան։ Այո։ Ես ժամանակին է ձեր տաղավարում ենք ունեցել հենց այդ օրը հարցազրույցում հիշում եք երբ որ Թոմ Բարակը հայտնի հայտարարությամբ հանդես եկավ առաջինը այդ ինֆորմացիոն այսպես կոչված սլիվը եկել է Թուրքիայից ու անմիջապես Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանից այդ ինֆորմացիան չէր ասել պետդեպը չէր ասել ոչ մի բարձրաստիճան ղեկավար այդ ինֆորմացիան եկել էր այնտեղից եւ ես ավելի քան վստահ եմ որ չի կարող չլինել պայմանավորվածություններ որոշակիություն Եվ այստեղ պետք է ուղղակի հասկանանք, որքանով են, ինչ պայմանավորվածության շրջանակներում փորձելու օգտագործեն այդ տրանզիտ կոդին։ Այսինքն, տեսեք Թուրքիան հենց հիմա արագացված տեմպերով շինարարություն է կատարում։ Ճանապարհային եւ երկաթուղու շինարարություն է կատարում։ Ես ձեզ վստահեցնում եմ, Թուրքիան չէր իր բյուջեից տրամադրի ահռելի միլիոնավոր դոլարներ, որովհետեւ կառուցեր մի բան, որը կարող է ինչ-որ մի օր չշահարկվեր։
շահագործվեր։ Եվ այս համատեքստում գալիս ենք հասկանում ենք, որ այստեղ կա ներքին համաձայնություններ, որ միջին միջանցքի տրամաբանության շղթայում, որը այս դեպքում երկուստեք իրենց ձեռնտու է, բնականաբար եւ Թուրքիային եւ Միացյալ Նահանգներին եւ այստեղ շատ անգամ է խոսվել դերևս նախորդ իշխանությունների Բայդենյան վարչակարգի ժամանակ էլ, որ Թուրքիան տարածաշրջանում դիտարկվում է իրենց վստահելի պարտներ երկիրը։ Այն ինչից մենք խոսում ենք, դա է ձևավորելու Հայաստանի ներքաղաքական օրակարգը։ Բարդ հարց եք տալիս, գիտեք ինչ մասով, որ թույլ կտամ մի քիչ չագերտ բացեմ։ Եթե այս իշխանությունները, տվյալ դեպքում գործող իշխանությունները, այս տրամաբանությամբ շարունակեն, մեզ առիթ կտան ձեզ հետ միասին բոլոր քաղաքացիներս նման կերպ մտածելու, մինիմում մտածելու, որտեղ այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունները, տպավորությունը այն է, որ այո, շատ կապված է նույնիսկ արդեն իսկ իրավիճակը փոխվելով, հա, այս հարավային Կովկաս ասված տարածաշրջանում, մանավանդ իհարկե այս ինֆորմացիան դերևս հավուր պատշաճի հստակեցվելու կարիք կա, խոսքը վերաբերում է 3 չէ առաջի օրը Վրաստանում անձնագրերի, հա, 190,000 անձնագրերի, 190 + 50,000 հայկական անուններով անձնագրերի եւ այլնի մասին։ Կա հերքում, որ կեղծիք է տարածում։ Դե նգնան հերքում է, բայց պաշտոնական Թբիլիսին այլ բան է ասում։ Հիմա այստեղ պետք է բարձ է, չէ՞ որ նգնան պետք է հերքեր։ Այլ տարբերակ դուք պատկերացնում եք, այսինքն եկեք մի հատ տրամաբանենք։ Բարձր որակի անձնագրերը ինչ գործ ունեն Իզմիրում արտադրման, ինչ որ գործարան։ Ո՞վ է ասել, որ դրանք հայկական անձնագրեր են։ Այն ըստ պաշտոնական տեղեկատվության, նաև հայկական անձնագրեր։ Այդ տեսեք, հենց դրա համար եմ ասում, խոսքը չի գնացել միայն։ Այնտեղ ըստ պաշտոնական տեղեկատվության տալիս է, որ այդքանից 190,000 թղթային տարբերակ եւ ID քարտի տարբերակով։ Հիմա երբ որ բերում ենք այս puzzle-ը փորձում ենք հավաքել, Էլեմ կա սա ասում է միջին վիճակագրական հայ քաղաքացու մասով։ Ունի մտահոգության առիթ ձեր հարցի շուրջ։ Իհարկե ունենք մտահոգություն։ Որքան էլ ներկայացվի, որ սա բացառապես այն ժողովրդավարական երկիրն է, որ բացառապես արտաքին որևիցե դերակատար չկա, միջամտություն չի կարող լինել, ռուսական ծիրից դուրս ենք եկել եւ այլն եւ այլն։ Հիմա մեզպես ցանկացած քաղաքացի այլ մտահոգություն ունի։ Ռուսական ծիրից դուրս ենք եկել, եթե դուրս ենք եկել, ես իհարկե չեմ կիսում այդ կարծիքը։ Հիմա կարծես տպավորություն է թուրք-ադրբեջանական այսպես տանդեմի համատեքստում այդ ծիրի մեջ ենք հիմա էլ։ Մանավանդ, երբ որ մենք պատրաստականություն ենք դրսևորում Թուրքիայի հետ բարեդրացիական, դիվանագիտական հարաբերությունների մեկնարկ եւ այդ համատեքստում նաեւ Ադրբեջանի հետ խաղաղություն եւ այլն։ Իհարկե, յուրաքանչյուր adekvat ստապ քաղաքացի կուզենա խաղաղություն եւ աբաշրջափակում հարևանների հետ բարեդրացիություն։ Որ մի նորմալ adekvat մարդը նման բան չի ուզում։ Ուղղակի նայած թե ինչ գնով եւ նայած թե այդ արտաքին միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ինչ ազդեցություն կունենա, ինչ ֆորմատով եւ ինչ մասշտաբներով։ Կա ներքաղաքական այդ կոնյունկտուրայի որոշակի ձևավորված կառուցվածք արդեն։ Տեսեք, ընդամենը 2-3 ժամ առաջ Թատոյան Արմանը արդեն քաղաքական հայտ ներկայացնելու մասին այսինքն մեկնարկը տրված է։ Մեկնարկը տրված է, այսինքն արտախորհրդարանական ուժեր, եթե կարելի է ձևակերպում այդպես տալ, որովհետև դեռևս հստակեցում չկա այդ արտախորհրդարանական ուժ ասացի տակ որն է, բայց համենայն դեպս անհատներ կան, որոնք որ քաղաքական հայտ են արդեն իսկ ներկայացնում ու կարծես փոքրիկ միավորներ կան, որ միավորվում են։ Կարող է մոտ ժամանակահատվածում հանդես գան նույնիսկ համատեղ ինչ որ ֆորմատներով եւ ներկայացնեն համատեղ կամ ոչ համատեղ ճանապարհային քարտը, բայց ոչ մեծ հայտնի ուժերի հետ միավորվելու։ Դե ես կարծում եմ, որ այդ մարդիկ են, որ սթափեն եւ գիտակցում են, որ նախկին ներկա դիսկուսից դուրս պետք է լինեն եւ բացառապես ինքնաբավ կայացած այնպիսի մարդիկ պետք է լինեն, որոնց որ շատ դժվար կլինի պիտակավորել։ Գյումրիից եկող ազդակները որտեղ տեղավորել։ Դե Գյումրի բացառիկ դեպք է, իդեմս քաղաքապետի։ Բացառիկ։ Դե տեսնում ենք էմոցիաներ, հետաքրքիր քաղաքապետի կերպարը նկատի։ Ոչ միայն, ընդհանրապես այդ կոնյունկտուրան, այդ քաղաքական այդ ինտրիգները շատ դեպքերում
Երևանից գնացող եւ բումերանգային այդ էմոցիոնալ սպեկուլյացիաները, մեկ-մեկու այդ բումերանգով մեղադրել եւ այլն, մեկը պետք է նստած լիներ, մեկը դուրս։ Գիտեք, հայտնի դիսկուրսը, հա, նախքին ներկա չնստած, չնստեցրիք, բանարիք, դուք խոսք տվիք եւ այլն, մեկն էլ վերջը։ Համենայն դեպս փաստային է, որ խորհրդանշական օրով, Գյումրու օրով շատ ակտիվ էր քաղաքապետը, որը որ կարծես նաև քաղաքական այլ նկրդումներ է տեսնում կամ այլ պատկերացումներ ունի, նույնիսկ քաղաքական process-ներ գեներացնելու։ Համենայն դեպս վերջի հիմա գուցե դա էմոցիոնալ ինչ որ հարց լրագրողինի պատասխան էսպես, բայց ոչ մի բան չի պետության ճակատագիրը որոշել Գյումրիում։ Դե ինքն էր նաև ասում եւ շատերն են ասում, որ շատ բաներ սկսվում է Գյումրիում, ավարտվում է Գյումրիում եւ վերսկսվում է Գյումրիից։ Դե Գյումրին շատ կարեւոր, այսպես ասած, կլյուչևոյ քաղաքն է։ Այդ առումով քաղաքական process-ների գեներացման համար ստարտափ քաղաքն է։ Ուրիշ որևէ երկիր կհիշեք, որ այդ երկրի արտաքին քաղաքական կամ երկրի ամբողջ կոնյունկտուրան արտաքին որոշի որևէ քաղաք։ Ասենք Մարսելը որոշի Ֆրանսիայի ճակատագիրը։ Տեսեք, որպես այդպեսին մի շարք քաղաքական քարտեզի։ Ես ուզում եմ հասկանալ, դա մեր ժողովրդավարության պտուղն է, թե ճիշտ հակառակը։ Գիտեք, ես այտենց չէի տարանջադին, որպես այդպեսին քաղաքական քարտեզի վրա տարբեր ես կարամ թվալ, օրինակ հենց հարևան Վրաստանում, ես դες վստահեցնում եմ Քութայիսին լինելով երկրորդ քաղաքը շատ ակտիվ է ու շատ հարցեր այնտեղ են նաև, այդ նույն տրամաբանությամբ, որը որ դուք եք ասում։ Անմիջապես մեր հարևան քաղաք, նույն ադրբեջանական Գյանջա քաղաքը, Գանձագը, այնտեղ եւս շատ կարելի հակադար լիներ գործող իշխանության, դրա մասին չէ խոսքը։ Հասկացա ինչ եք ասում։ Դե հիմա տեսեք, այս մասով կոնկրետ հստակ չեմ կարող ասել, որ երկրում նման բան, բայց դա ազգային մենտալիտետի հարց է, ես կարծում եմ, հային բնորոշ, մանավանդ շիրակցիները, գյումրեցիները ավելի էմոցիոնալ, ավելի բռնգուն եւ ընդհանրապես քաղաքական գնահատականների տեսանկյունից ավելի կոնկրետ հստակ են այդ հարցում։ Ես այդպես եմ պատկերացնում, որովհետեւ ես հիշում եմ դեռևս 90-ականներից, երբ որ Գյումրին քաղաքական process-ների համար, մի շարք քաղաքական գործիչների համար մեկնարկային կետ էր։ Ես այդպես եմ, եւ շատերն էին փորձում գրավիչ Երևանին ու թվային կամ շահեն Գյումրեցու արժանանային Գյումրեցու հարգանքին, պատվին եւ ընդունելությանը, որպես քաղաքական դեմք, լիդեր, առավել եւս, եթե որովհետեւ Գյումրեցին իր արժե համակարգով շատ ավելի այն որ ասում է ինքը տարբերում է մարդկանց շատ շուտ կարող է գտնել, հա, եթե բազմաչարչար փորձից է, ապրածից է, կենսափորձից է եւ այլն։ Միքայել Աջափայանի դատավաճառը նույնպես քաղաքական օրակարգում պետք է դիտարկել։ Ես տեսնում եմ, այո, քաղաքական է դա։ Դա քաղաքական դրտապաճառներով քաղաքական հաշվեհարդար է։ Գիտեք, ես ընդհանրապես շատ զգուշ եմ իրավաքաղաքական գնահատական տալուց, բայց երբ որ փորձում եմ անաչառության ու սկզբունքայնությամբ հստակ դեպքերի եւ իրադարձությունների քրոնոլոգիան հստակեցված նայ, ես նայում եմ, որ այդտեղ քաղաքական հաշվեհարդար է, որովհետեւ գիտեք, եկեք անկեղծ խոսենք։ Ինչու Սրբազանը Կապ չունի, գիտեք, ես Սրբազանին անձամբ չեմ ճանաչում։ Անձամբ չեմ շփվել։ Ես գիտեմ իր տեսակ մարդը։ Ես գիտեմ իր ծառայությունը որպես այդպեսին, հա, որը որ նա կատարում է, հա, հոգևոր ծառայությունը։ Ես գիտեմ, որ Գյումրիում շատերը գոհ են, շատերը դժգոհ են։ Մարդ տեսակ եւ հոգևորական, հիմա էլ դե տեսնում ենք նաեւ քաղաքական հայտարարություններ կատարող, ու որպես քաղաքացի դիրքավորված, բայց հոգևորական։ Այս համատեքստում շատ բարդ է գնահատական տալ։ Իրավական գնահատական տալուց նաև այստեղ շատ էմոցիոնալ պակ է, որովհետև ստացվում է հիմա առաջին անգամ պատմության մեջ դադում են Սրբազանին սեփական իշխանությունները։ Այստեղ նաև խնդիր կա, որ եթե շատ անկեղծ ենք խոսում, հա, գյումրեցին կասեր ծուռը նստենք, դուզը խոսենք, իմ մոտ տարակուսելի է մինիմում հետևյալը։ Այդ ոնց եղավ, որ նման հայտարարությունը բազմաթիվ անգամներ նրա շուրթերից հնչել է, ամբողջ տարին անցել է այդ խոսույթը, այդ հայտարարությունը իրավական տեսանկյունից չի համարվել վտանգավոր եւ իրավական տեսանկյունից դա հանցանք ու հիմա դա արդիականացվում է,
այդ հայտարարությունը ու իրավական ացենկա է ստանում ու մարդը այսօր 2 տարի նստում է։ Ես գիտեք, չեմ սիրում ընդհանրապես զուգահեռներ անցկացրել։ Գուցե ես ինչ որտեղ սխալվեմ, բայց կարծեմ էլի լրատվամիջոցներից լսեցի, որ օրինակ հղի կնոջը, երբ որ Պրոշյանի փողոցի վրա գցեցին, սպանեցին, եթե չեմ սխալվում, տարի 4 ամիս է տրվել այդ վարորդին։ Ստացվում է մարդուն այսին սպանած մարդը նստում է տարի 4 ամիս, մարդը իր խոսքի համար, որի մեջ իրենք վտանգ են տեսնում, 2 տարի տալիս են։ Ասենք գոնե պայմանական տային, դա տրամաբանական կլներ։ Եվ ես չեմ բացառում նաև մի դրվագ։ Ես չեմ բացառում, որ օրինակ այս իշխանությունները, որբիսի ցույց տան, այ տեսեք, մենք ժողովրդավար ենք, մենք այսպես փորձում ենք դեմոկրատական են բոլոր մարդկային սկզբունքները պահպանելով, օրինակ ներում շնորհեն։ Չէ՞ բացառվում, ներում շնորհելու ինչ որ մի հատ այսպես ինտրիգային իրավիճակ ստեղծվի։ Էդ էլ չեմ բացառում։